Բարեկամներ հայրենի գործընկերներ, դուք ինչպես նկատում եք, մենք վերջերս տրանսպորտային թեմայով բավական հաճախ ենք ասուլիսներ ունենում, որովհետև բացատրում եւ բոլորովին վերջերս մայիսի 16-ին մեզ մոտ հետագան անգամ ուրեմն ուղղավորակ խաթողները, որոնք երբեմն անգամ անձանվում են, որ ուրեմն քաղաքային տրանսպորտի գործում սահմանելու պայմաններում ընդհանրապես հնարավոր չէ իրականացնել ուղղավորման գործընթացը եւ այդ ուրեմն ասուլիսի պատասխան այսօր մեր դուրս է վճարում են 100 դրամ քաղաքացիական նախաձեռնության անդամներ Դավիթ Գևորգյանը եւ Դավիթ Հարությունյանը, որոնք փորձեն ինչ-որ ձևով հիմնավորել կամ պատասխան տալ ուրեմն ուղղավորակ խաթողներին։ Ես իրարասեի, որ այս ուրեմն երկխոսությունը լիներ կենթանի, այսինքն դա մեր քննարկում ուղղավորակ խաթողների հետ, ինչեւ է կարծում եմ մենք կհասնենք դրան, որ ուրեմն գործերանի շուրջ կամ այստեղ ասուլիսի ֆորմատով կկարողանանք պարզապես քննարկել այդ հարցերը, որովհետև համայնքպես այն ինչ-որ ներկայացնում են ուղղավորակ խաթողները ևս տրամաբանությունից եւ ինքեից ուժ չէ։ Համեցեք Դավիթ։ Դավիթ Գևորգյան։ Այս ասում եք խաթողների միության նախագահի ճակատագրված թիմի ելույթները կոնկրետ ինձ համար ոչ մի տրամաբանական բացատրություն չունեն։ Նրանք արդեն մոտ մեկ տարի հայտարարում են, որ 3-4 օրից հետո տրանսպորտը կանգնելու է Հայաստանում, որ 10 տարի վնասով են աշխատում, այդպես էլ ոչ մի հիմնավորում չներկայացնելով օդում ինչ-որ հայտարարություններ են անում, բոլորն ասում են տրանսպորտ չի լինելու, 10 օր առաջ ասեցին 3 օրից տրանսպորտ չի լինելու։ Ուղղակի ես հասկանում եմ նրանց դատապատճառը ժամանակ առ ժամանակ Երևանում խոսալու ինչ-որ հայտարարություններ անելու, նախ փորձում են այդ թեման թեժ պահել, որ ցանկացած հարմար առիթի ժամանակ կարողանան օգտագործել, փորձել էլի անցկացնել տրանսպորտի նոր ինչ-որ 300 կամ 500 դրամ սակագինը։ Բացի դրանից մտահոգվել են, որ արդեն քաղաքապետարանը որոշում է իր այդ հերթական թալանի ծրագիրը լիզով իրականացնի, այսինքն միասնական օպերատորի այդ գաղափարը, որ ազգային ժողովում էլ քննարկվում է, ինչ-որ օրինակներ ընդունում, նրանք առավել են իրեն մտածում են իրենց արանքից դուրս գանել այդ մի քանի դրամով, որ իրանք աշխատում են ներկայանալով որպես գծատեր, իրական գծատերերի դեմքերը թաքցնելու այդ կապված, մտածում են իրանք օրվա հացից կզրկվեն մի քանի դրամ, որ աշխատում են։ Համեցեք։ Մենք այս մի տարի դուք եք սենց առանձին խոսում եւ ասում որ նրանք են օդում բաներ ասում եւ նրանք են խոսում են ասում որ դուք եք օդում բաներ ասում։ Դժվար է արդյոք հանդիպել իրար այս տարվա մեկ տարվա ընթացքում եւ ի վերջո հասկանալ ով է օդում խոսում։ Եթե ուշադիր լինեք, մենք մեկ տարի առաջ հանդիպել ենք իրար կրկին մամուլի ասուլիսի ժամանակ, հեռուստաընկերության ճանապարհ հաղորդաշարի ժամանակ։ Բազմաթիվ հարցեր են տվել, նրանք այդ հարցերի պատասխանը չունեն։ Այդ հաղորդումը կարող է դիտել, մենք հարցեր ենք տալիս կոնկրետ, նրանք չեն կարողանում պատասխանել։ Նրանց ներկայացրած թվերով ամեն մի գծատեր մոտ 10 միլիոն դոլարի արդեն վնաս է կրել իր ամբողջ գործունեության ընթացքում։ Եթե մենք հաշվում ենք քանի երթուղի կա, ամեն երթուղու համար 10 միլիոն դոլար, մեր բյուջեն իսկում այդքան գումար չունի։ Այլու մնաց ինչ-որ մի հոգի կամ 10 հոգի, որ այդքան գումար ունենան ու այնքան բարեգործ լինեն, որ 10 տարի շարունակ այդ վնասները կրեն համուր ժողովրդի։ Կարծում եմ մենք ավելի լավ երկրում կապրենք, եթե նման բարեգործներ ունենանք։ Նրանք ասում են 2003 թվականից մենք վնասով ենք աշխատում։ Դուք աշխարհում տեսել եք որևէ գործարարի, որ արդեն 11-12 տարի վնասով շարունակի աշխատել։ Ես չեմ տեսել, ու նման մեծ քանակի գործարարներ։ Այսինքն դուք ձեր ասած այն է, որ իրենց արտոնները դուք չեք ասում։ Չենք ընդունում, նրանք absolուտ պատմություններ են ներկայացրել։ Մենք ունենք վաղուց հենց որոշեցին հանգացնել տրանսպորտի գինը։ Մենք քաղաքապետարանից վերցեցինք այն հաշվարկի այդ մեթոդաբանությունը ու կոնկրետ փաստաթուղթը Նավասարդյան Հենրիկի մակագրությամբ, որով ներկայացնում է ինչպես է տրանսպորտի գինը պետք է հանգացվի, ոնց է հաշվարկում ծախսերը եւ ներկայացրեցինք իրական տարբերակը։
Ես բազմիցս նշել եմ այդ աբսուրդ նրանց ներկայացված գները եւ նրանց ներկայացված այդ հաշվարկի տողերը, ասում եմ եկեք ինձ բացատրեք ոնց է հաշվում, որ յուղը 3000 դրամ է, կամ 6000 դրամ է, որ մանկոցները այդքան շուշոտ է փոխում։ 4 տարի մեկ տրանսպորտի ամբողջ փոխադրման այդ միջոցները փոխարինում ենք։ Փողոցում ես չեմ տեսնում 5 տարվա, 3 տարվա նույնությամբ գազերներ, 10-12 տարվա են։ Նրանք գրում են ոչ մենք 4 տարի մեկ ենք փոխում, դրա համար մեզ պետք է 250-300 դրամ։ Գազերի գինը աբսուրդ գին են, ես անդում եմ սրա հարցնում եմ, ասում եմ նոր գազերը ինչ արժի, նրանց գնաց գնից մոտ 2 անգամ էժան։ Ես ինչ խոսամ այդ մարդկանց հետ, ինչ ասեմ, խնդրում եմ դուք իրականությունը եկեք ընդունել, նրանք նստում են լրագրողների առաջ ասում են մենք ենք գծատել, դուրս են գալիս, ասում են ես համապատասխան պաշտպան եմ չի կոնկրետ էս երթուղու տերը։ Ժպտում ասում դե ամբողջ քաղաքը դրա մասին գիտի։ Ինչ ասեմ ես այդ մարդուն։ Խնդրում եմ համոզեմ, որ ինքը դա ճշմարտություն է, ասում նրանք իրենց գործն են անում, իրենց պատվին են կատարում։ Այսինքն ձեր բան այն մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես ուղևորներ, իրականում իրենք չեն այդ ձեռնարկությունների տերերը։ Իհարկե, քաղաքի Հայաստանի ամենահանրահայտ գծատերը մեր նորաթուղ ազգային ժողովի նախագահն է։ Ով չգիտի, որ տրանսպորտի օլիգարխը ճակատավոր ասած է, այդպես անվանում տա Գալուս Սահակյանն, ով չի իմանում։ Ով չգիտի, որ հարավ-արևմտյան թաղամասը սպասարկող բոլոր գծերը Ալեքսանդրյան Սամվելին են։ Ով չգիտի, որ ամեն թաղամասի, ասենք, Թոխմախի բոլոր գծերը Թոխմախի Մհերին են։ Ավանի բոլոր գծերը Տարոն Մարգարյանն են։ Այդ նորությունն է, ինչ-որ նոր բան պետք է բացահայտվի։ Ամեն օլիգարխ ձեռի հետ բրիլոկի նման մի քանի գիծ ունի իր թաղում։ Մի քանի գազագծական պետք է ունենա, մի քանի գիծ պետք է ունենա։ Ինչ-որ նոր բան պետք է բացահայտնենք, նոր չեմ անում, ինչ-որ նորություն չկա այստեղ։ Դուք խոսեցիք քաղաքապետարանի կողմից իրականացվող նորմալների ձեռնարկի մասին, այն է մուսուլման օպերատոր։ Ինչով է դա թալան, եթե կոնկրետ շահաճարը ներկայացնում, կառավարության ներկայացուցիչը, նշում է, որ կարծես սանում փորձ են անելու համակարգել ավելի շատ ոլորտը։ Հիմա ձեր կարծիքով ինչու է թալան, հիմնավոր եք։ Հիմնավոր ինչպես փորձը ցույց է տալիս Հայաստանում այն նորմալ նույնիսկ մեթոդներով ինչ-որ բիզնես վարելու, ինչ-որ ճյուղեր կարգավորելու, եթե մեթոդներ կիրառվում են Հայաստանում, դա կիրառվում է հայկական տարբերակով, հա։ Եթե մի ընկերություն է սպասարկելու ամբողջ ճյուղը, նախ եւ առաջ ընտրությունը կատարվում է ոչ այնպես, ինչպես պետք է իրականում կատարվել այդ մեթոդի կիրառության ժամանակ։ Նույն կարմիր գծանշումների հետ կապված, արագաչափերի տեղադրման հետ կապված, ինչ-որ աբսուրդ սկզբունքներով անձրվում այդ ընկերությունը։ Գումարները մի քանի անգամ ծախսերը մի քանի անգամ ավել է ներկայացվում։ Այն մանրներին խոշորացնելու սկզբունքով նպատակով այդ ամեն ինչը իրականացում, ոչ թե իրականում այդ ոլորտը կարգավորելու, հա։ Եթե նորմալ գին սահմանվի, նորմալ ծախսերը ներկայացվի, նորմալ չափանիշերով ընտրվի, մեկը ես ում կլինեմ դրանով։ Բայց համոզված եմ, որ չի լինի նման բան, որովհետև դա ռեժիմի ընդամենը, ասենք, եկամուտները մեծացնելու հետ է կապված։ Այս տրանսպորտի գինը ինձ համար ու շատ-շատերի համար ակնհայտ է ինչ նպատակով։ Սա քաղաքական որոշում է, քաղաքական ենթատեքստ է սրա տակդրված։ Ուրիշ ոչ մի բան չկա, ասենք։ Սա կոնկրետ Տարոն Մարգարյանի ընտրություններից հետո թաղի տղեկին իրենց ծախսած գումարներին, իրենց ծախսած ռեսուրսները հետ վերադարձնելու նպատակով։ Տարոն Մարգարյանը պետք է դուրս գա դրա տակից։ Ով նրան սարքել է քաղաքապետ, նաև պետք է շնորհակալություն անելու տրանսպորտի գինը թանկացնելու։ Իսկ ձեր կողքին երիտասարդների ինչ ասելիքներ Ինչ ասելիքներ ունեմ ես։ Դավիթ Հարությունյան, էլի վճարում ենք 100 դրամ, շարժման անդամ։ Սենց ասեմ, ասելիքներ նույն կարող ենք ձեր հարցին անդրադառնամ, թե ինչով է վատ միասնական օպերատորը կամ ինչով է լավ։ Իրականում տարբերություն չկա, թե դա գծատերերի պահանջով թանկանա տրանսպորտի գինը, եթե տրանսպորտը մեր պնդումամբ, մեր հաշվարկներով ասում ենք, որ 100 դրամի սահմաններում լիովին բավարար է աշխատելու համար։ Թե դա թանկացնի միասնական օպերատորը։ Հասկանում եք, այսօր Հայաստանում չկա հանրությանը ներկայացնելու հաշվետվություն։ Ինչ վերաբերվում է այս հարցի քաղաքական ծրագրին, սա նույնպես կարող է ապացուցել իմ ասածները։ Տեսեք, ազգային ժողովում կա 131 պատգամավոր։ Եվ ես վստահ եմ, եթե 131 պատգամավորին մենք դիմենք հարցմամբ, թե որտեղ է ծախսվել Հայաստանի արտաքին պարտք կազմող 4 միլիարդ դոլարը, դրանցից ոչ մեկը չի կարողանա ասել։
Եվ հասկանում եք, այսօրով Հայաստանը կանգնել է այնպիսի իրավիճակում, որ ուզած չուզած թե 4 միլիարդ դոլարը պետք է հետ վերադարձվի, թե դրա տարեկան սպասարկման փողը, թե դրա տոկոսները։ Դրա համար կենսաթոշակի հարց են բարձրացնում, կենսաթոշակի հարցելուց ջուլի ուրիշ ձև են բարձրացնելու, դա ուզած չուզած այդ փողը պետք է տան։ Ճանապարհներ կան իհարկե նորմալ ձևերով այդ փողը տալու առանց քաղաքացիներին կպնելու, այսինքն թալանածը հետ վերադարձնելու, պետական բյուջեից վերադարձնել այնտեղ։ Այդքանով այս ամենը կարող է դիտվել որպես քաղաքական հարց նաև տրանսպորտի դիմել։ Ես մի բան ասեմ, այս քաղաքապետարանի իբր այդ հանձնաժողովի հետ կապված, այդ աբսուրդը, որ ներկայացնում ենք դա հանձնաժողովը աշխատում, դա պարզ տարական բան եմ ես հաշտում, ինչ է նշանակում ենք հաշվում ենք, քանի ուղևոր է սպասարկում Երևան քաղաքը, եթե նրանք հաշվում են 10 երթուղի, այսինքն 10 անգամ մի գազելը պետք է սպրտնականգարից մինչև գնա վերջի կանգար հասնի, ու մենք իբր պետք է կանգնած ուղևոր չունենանք։ Չեմ հասկանում, որ գազելի նստարաններն են նրանք հաշվում, եթե կանգնած ուղևոր չենք ունենալու, քանակը հասկանալի է, քանի մարդ պետք է նստի այդ գազելի մեջ, ինչ են նրանք հաշվում։ Ինչ կա այնտեղ հաշվելու, հաշվելու ոչ մի բան չկա, ուղղակի քաղաքական անբարենպաստ պայմաններ է հիմա տրանսպորտի գինը կանգնեցնելու։ Կենսաթոշակայինի տակից դուրս չեն գալ, տրանսպորտի տակից հաստատ դուրս չեն գալու։ Ինչ-որ այնտեղ հաշվար չի կատարում, նստած սպասում են, երբ Բաղրամյան 26-ից 10-ին թանկացնում են ու թանկացնում են։ Ինչի նախորդը Բաղրամյան կադրից չէ։ Բաղրամյան 26-ը նախորդի ժամանակ պայմանները ավելի լավ են կանոնում։ Հիմա քաղաքական այդ սոլիդարությունը ավելի բարձր մակարդակի կլինի, քան անցած անգամները։ Արարքներ։ Ինչ է լինելու ձեր ամենից ինչի պատրաստող բաներ ունեք, ինչպես պայքարել, ինչ ասել եք պայքարել, սուրբ վահան եք վերցնելու։ Անկեղծ ասած մենք ոչ մի անգամ սուրբ վահանով չենք պայքարել ենք սահմանադրության համապատասխան։ Պայքարելու որքան հնարավորություն տալիս է սահմանադրությունը, այդպես էլ պայքարում ենք։ Ու իմ կարծիքով ոչ թե ժողովուրդն է սուրբ վահանով պայքարում կամ հարցեր լուծում, մեր ճակատավոր ասած իշխանությունները ամեն քայլափոխի սուրբ վահանով հարցանդություն, հա։ Ինչ կոնկրետ չի բավարարում տրանսպորտի մակարդակը, որ կա Հայաստանում։ Երևան քաղաքի կոնկրետ տրանսպորտի վիճակը ինձ ձեռ չի տալիս։ Ու բազմիցս նշելով նորից եմ կրկնում 70 դրամ է կազմում ինքնարժեքը ու 30 դրամի մենք տեղ ունենք վիճակը լավացնելու։ Մենք առայժմ սպասում ենք տեսնենք քաղաքապետարանը վերջը փորձի երկրորդ անգամ այդ հայտի նախարարի այդպես արտահայտում խաղաթանել եւ թանկացնել տրանսպորտի գինը։ Դրանց հետո մեր քայլերը ավելի հստակ են։ Մենք պետք է դրա դեմ առնենք, թե արդեն մենք պահանջներ ներկայացնենք։ Իսկ ձեր ողջ խղճահարություն չկա, օրինակ, թե խղճում այն կաց որ կերպ տալենք օտոբուսները չենք կարողանում տալ, գազելներ ենք վերցրել, այդ մարդիկ չեն։ Այնպես ասած խղճահարությունը չեմ կարծում, իսկ չենք խղճում այդ մարդկանց, ասենք, մենք 200,000 աղքատ ընտանիքների չեք խղճում։ Չեք խղճում, այս օր-օրի այս Հայաստանից այս գլուխը բռնած, որ փախում են այդ մարդկանց չեք խղճում։ Դարույթ այսպիսի մի հատ, աստորեն գործող կարգով այդ քաղաքային երկրպային կամքուտի համար մրցույթներ են հայտարարվում և այդ մրցույթներում տարբեր զրկոններ փորձում են մրցելով իրար հետ վերցնել այդ երկրպուր սպասարկել։ Ուղևորափոխադրողները շատ դեպքերում ասում են, որ քանի որ արդեն դա չի տալիս, գինը չի բավարարում, որոշ ուրեմն բաներ դինում են թափուր և որոշ երկրներ են փափում։ Այլ դուք օրինակի համար չեք համարում, որ շուկայական այդ մեխանիզմը, եթե քաղաքապետարանը վերցնի ու հիմա նորից հայտարարություն տա մրցույթի, կարող է այդ երկրները սպասարկող սպաներ չհայտնվել, չուզենան վերցնել, որովհետև դա ծանրի բիզնես է։ Կամ դուք ինքներդ պատրաստ եք այդ դեպքում վերցնել այդ երկրները և սպասարկել։ Ես ցանկություն չունեմ տրանսպորտային բիզնեսով զբաղվելու, բայց քաղաքապետարանը կամ թող ներկայացնի շատ պարզ է, կամ թող ներկայացնի իրականում հիմնավորի ինչու պետք է 100 դրամից թանկ, կամ էլ թող բարի լինի 100 դրամով կազմակերպի այդ գործը։
օդում ինչ-որ հայտարարություններ անում, եթե չի կարողանում կազմակերպի, թող չընտրված Հարցը այդպես չի դրվում, հարցը դրվում է այսպես, ասենք քաղաքապետարանը պարտադրում է, որ պիտի լինի 100 դրամ, պարտադրում է ինքը, և ասում է, խնդրում եմ, ես հայտարարում եմ մրցույթ, հիմա այս երթուղին Ազարպետ Թափուր է, ով ուզում է, եկեք մրցեք, ով ավելի լավ պայմաններ կառաջարկի, նրան էլ կտան։ Այս մեխանիզմը հավանաբար է դեմոկրատական և նորմալ բարելու համարվեց արդյունքով, թե պետք է ինչ-որ բան փոխվի։ Ուրեմն կիս ավտորիտար երկրում են ամենադեմոկրատական համակարգները ունենք չի աշխատել, հա։ Մեր իշխանությունները միշտ տրանսպորտի մի պահ թողնենք, հա, տրանսպորտ, ասում են, ով ցանկանում կարա շաքարներ մուծի, ով ցանկանում կարա բենզին բերի Հայաստան, բերեք, ավելի էժան տարբերակով բենզին բերեք, դե թող մեկը փորձ անի, այդ օլիգարխների բիզնեսներին կպնի, հա, մեկը թող փորձ անի, ասենք Յուքոմի մրցակից ինչ-որ մի հատ ընկերություն ունի, բենամ քանի ժամ կգոյատևի այդ ընկերությունը Հայաստանում։ Նույնն է տրանսպորտն, ասում են, որ ընկերությունը ցանկանում է, թող գա մտնի մասնակցի։ Ով ում պետք է թող գա, որ Գարու Սահակյանի գծերը վերցնի իր ձեռքից, հա։ Հայտնի օլիգարխների գծերը վերցնի իր ձեռքից։ Մեխանիզմը այստեղ էական չի, էականը ցանկությունն է, էականը հենց է դեպոնստրիկ այդ մեխանիզմը։ Ամենավատ մեխանիզմով կարելի է ցանկության դեպքում շատ լավ ձևով սպասարկել տվյալ ոլորտը։ Անդրադառնամ ձեր հարցին։ Երեք ինչ, այսօրով անգամ եթե քաղաքապետարանը յովին օրինական եւ մաքուր ձեր ասած բանը տենդեր անցկացնի, երեք ինչ է կատարում։ Հայաստանում ամեն ինչը կորցրել է իր արժեքը։ Ամեն ինչը, տեսեք, սահմանադրական դատարանը, նույն սահմանադրական դատարանը, որը Վերի Ադյանն է, նա կասեցնում է կենսաթոշակի պարտադիր կուտակումը, բայց իրեն ոչ մի կարգին չի լսում։ Ոչափ ամեն ինչը արժե զրկվել է։ Նույնը այսօր եթե քաղաքապետարանը կանգնի ասի, գիտեք ինչ էս մաքուր տենդեր եմ անցկացնում, արդեն իրան հավատացող չի լինում։ Դրա մեղավորը մենակ իրանքին իրանց անցյալով եւ հիմիկվա ներկայով։ Եվ ո՞րն է ամենի ելքը։ Ինչ պիտի արվի։ Ամենի ելքը ցանկությունն է նորմալ բաց աշխատել։ Մենք հրեշներ չենք, մենք մեր երկրի թշնամի չենք, մեր ժողովուրդը իշխանության թշնամի չի։ Թող գան նստեն բացատրեն, ասեն, գիտեք ինչ, այս ծախսը, որ մենք sense գրել ենք, սխալ ենք գրել, հա։ Ասենք տարածքի սպասարկում, որ գրել ենք, կամ բժշկական սպասարկում անում գաղութի համար ամսական 100,000 դրամ, 200,000 դրամ, մենք աբսուրդ թիվ ենք գրել, դա մի բժշկի աշխատավարձ է մոտավորապես, հա։ Տարածքի սպասարկման համար 150,000 դրամ մենք աբսուրդ թիվ ենք գրել, հոսանքի ծախս, ուղի ծախս, այդ աբսուրդ թվերը սուտ են գրել, եկեք որոշենք 80 դրամով, թե 120 դրամ, ու անկեղծ է ցանկություն ունի, ոչ թե լրագրողների առաջ, այդ կամերաների առաջ ինչ-որ բաներ խոսան, անկեղծ է ցանկություն ունի, առանց այդ կամերաների, առանց այդ մարդկանց, հա։ Մենք թշնամի չենք, բայց հաստատ չենք էլ օգնի իրանց այն գործում, ինչ-որ ձեռնարկում են։ Շատ լավ հասկանալի է։ Այլ հարցեր։ Եթե չկան այլ հարցեր, թույլ տվեք սրանով ավարտենք ասում, շնորհակալություն։